Star News-ը հետևել է պարուհի Էլեոնորա Պետրոսյանի նախկին ամուսնու Instagram սոցիալական հարթակին, որտեղ նա սթորի բաժնում հրապարակել է լուսանկար և ցավալի լուր հայտնել։ Նշենք, որ Star News-ն արդեն շտապել էր տեղեկացնել պարուհի Էլեոնորա Պետրոսյանի և նրա ամուսնու սկանդալային բաժանման մասին։ Օրերս պարուհու նախկին ամուսինը իր Instagram-ի սթորի բաժնում հրապարակումներ էր արել նոր սիրելիի հետ, ինչը շատերի մոտ առաջացրել էր զարմանք և ինչու չէ նաև զայրույթ։ Լուսանկարներն ուղարկել էին Էլեոնորային, փորձելով հասկանալ, թե արդյոք նա տեղյակ է, որ նախկին ամուսնու կյանքում նոր սեր կա։ Հետևորդները նրան գրել էին. «Ձեր նախկինը նոր սթորի է արել։ Տեսել եք, որ տարածել են։ Այսօր սթորիները տեսա, դուք իսկապես լավագույնին եք արժանի։ Տեսաք ձեր նախկինը աղջկա հետ նոր սթորի էր արել։ Ինչպես եք վերաբերվում նրան, որ ձեր նախկինը նոր սիրելի ունի։ Իսկ դուք կցանկանայիք նոր հարաբերություններ ունենալ, մտածել եք այդ մասին»։ Էլեոնորա Պետրոսյանն այս հարցերն անպատասխան չի թողել և անդրադառնալով դրանց նա պատասխանել է այս կերպ. «Ինձ այդ նկարներն արդեն երեկվանից եք ուղարկում։ Գիտեմ, տեսել եմ։ Թող երջանիկ լինեն։ Նոր հարաբերությունների մասին ես իհարկե չեմ մտածել, որովհետև ավելի լուրջ անելիքներ ունեմ։ Պետք է ստեղծեմ և ապահովեմ իմ երեխաների անհոգ ապագան։ Այս պահին միայն դրա մասին եմ մտածում՝ աշխատեմ, տուն գնեմ։ Իմ երկու հրաշքների համար գեղեցիկ ապագա կառուցեմ, որպեսզի նրանք ոչնչի կարիք չունենան։ Իսկ թե ինչ կլինի իմ անձնական կյանքում հետագայում, թող լինի միայն Աստծո կամքով»։ Պարուհի Էլեոնորա Պետրոսյանի ինստագրամյան էջում սկանդալային բաժանումից հետո հաճախ նկատելի է ուժեղ կնոջ կերպարը։ Նա ջանք չի խնայում ցույց տալու իր ներքին ուժը և ինքնուրույնությունը։ Բաժանումից հետո նրա պատկերացումները սիրո, անձնական սահմանների, ինքնավստահության, ինքնասիրության մասին զգալիորեն փոխվել են, ինչը արտահայտվում է առօրյա հրապարակումներում որպես ուժեղ, ինքնավստահ և անկախ կին։ Նա օրերս արված հրապարակումներից մեկին կից գրել է. «Ինչպես է զգում կյանքը, երբ ինչ-որ մեկի տղան այն չի փչացնում։ Դադարեք սեր փնտրել, սկսեք ընտրել ձեզ։ Ձեր երջանկությունը սկսվում է ոչ թե հարաբերություններից, այլ քեզ գնահատելու որոշմամբ»։ Նշենք, որ Էլեոնորա Պետրոսյանը Արմլուրի հետ զրույցում անկեղծորեն խոստովանել էր. «Մեր ընտանիքը կառուցվել է մեծ սիրո հիման վրա։ Ես սիրել եմ կուրորեն։ Ամուսնությունը, որ պատկերացրել եմ, ինձ համար շատ հեքիաթային էր։ Երեխաներ, սիրող ամուսին, ինչ երազանքներ ունեի ամբողջը կապված էր իմ ընտանիքի հետ։ Բայց ցավոք այդ ամենը այդքան էլ հեքիաթային չէր։ Մեր ծանոթությունից մինչև ամուսնություն ամեն ինչ շատ հեքիաթային էր։ Բայց այս ամենը հեքիաթային ավարտ չունեցավ։ Ամուսնությունից սկսած օր-օրի ես հասկանում էի, որ իմ պատկերացումները լրիվ այլ են եղել և ամուսնական կյանքը լրիվ այլ է։ Հանդիպել եմ բազմաթիվ դժվարությունների։ Ամուսնությունից սկսած օր-օրի ես հասկանում էի, որ իմ պատկերացումները լրիվ այլ են եղել և ամուսնական կյանքը լրիվ այլ է։ Հանդիպել եմ բազմաթիվ դժվարությունների, բազմաթիվ վիճաբանություններ, դավաճանություններ, որոնք ես ներել եմ։ Քանի որ ես սիրում էի մեծ ընտանիք ունենալ և պատկերացնում էի, որ իմ երեխաները պետք է մեծանան միայն լիարժեք ընտանիքում։ Ներել եմ ամենաաններելիները։ Մոտ 3 ամիս առաջ մենք ամուսնալուծվել ենք։ Որոշումը իմ կողմից է եղել։ Մեր ամուսնալուծությունից հետո բանավոր պայմանավորվածություն ունեինք, որ երեխաները պետք է բնակվեն իմ հետ։ Ես ընդհանրապես չեմ խոչընդոտել, որ ինքը գա, տեսնի կամ վերցնի երեխաներին, տանի, ժամանակ անցկացնի, բայց ամեն ինչից ես տեղյակ եմ եղել։ Հոկտեմբերի 1-ին, չգիտեմ ինչու, ինքը որոշում է, որ առանց ինձ տեղյակ պահելու կգնա կվերցնի երեխաներին և ինձ չի ասի գտնվելու վայրը։ Սովորական օր էր, ես գնում էի իմ երեխաների հետևից։ Բայց նրանք այնտեղ չէին։ Դայակներն ասեցին, որ հայրիկը տարել է։ Այնքան արագ է հագցրել հանել, որ ուրիշի վերնահագուստն է հագցրել։ Սեփական հայրը սեփական երեխաներին չի կարող առևանգել կամ գողանալ, բայց պատկերացնու՞մ եք իմ վիճակը։ Երբ գնացել տեսել եմ իմ երեխաները այնտեղ չեն։
Զանգահարել եմ, գրել եմ, նա ասել է, որ չի վերադարձնելու և գտնվելու վայրի մասին ինձ տեղյակ չի պահել։ Նրա հայրն ու մայրը Հայաստանում չեն բնակվում, նա չունի մշտական հասցե բնակության։ Նույն պահին դիմել եմ ոստիկանություն։ Ոստիկանությունից ինձ ասացին, որ ինչ-որ տանն են, նորմալ վիճակում են, այդպես մի փոքր հանգստացա։ Մի քանի օր մնացել են հայրիկի մոտ ու ես տեղյակ չեմ եղել, թե իմ երեխաները որտեղ են։ Երեխաներն արդեն իմ մոտ են, միջանկյալ որոշում կա, բնակությունը հաստատվել է ինձ մոտ, այսինքն ես կարող եմ որոշել հայրիկը տեսնի, թե ոչ։ Ես ընդհանրապես չեմ խոչընդոտում, բայց ինքն էլ պետք է դիմի դատարան, որպեսզի տեսակցության ժամեր վերցնի, օրենքը դա է պահանջում։ Ամիսներով ինքը տուն չի վերադարձել, չի իմացել երեխաները քնած են, արթուն են։ Այսքան ժամանակ եղել է բաժանվենք, միանանք, երբևիցե իմ պատճառով չի եղել բաժանությունները։ Մեղավորությունն ամբողջովին եղել է իր վրա։ Զենքի մասին հաղորդում երբեք չեմ ներկայացրել, դա ազերպարտություն է, նշել է Էլեոնորան։ Էլեոնորա Պետրոսյանը իր ինստագրամյան էջում հրապարակում էր արել, գրելով հետևյալը. Պաշտպանում եմ իմ ճշմարտությունը որպես կին, որպես մայր, որպես մարդ։ Շատ ժամանակ լռել եմ, հարգելով իմ ընտանիքը, իմ երեխաների հոգին, իմ ներսի աստվածավախ մարդուն։ Բայց կան պահեր, երբ լռությունը դառնում է մեղսակցություն։ Երբ իմ անունը փորձում են շպրտել ցեխի մեջ, ես այլևս լռել չեմ կարող։ Ես չեմ մեղադրում, չեմ վիրավորում, չեմ նսեմացնում, բայց պահանջում եմ արդարություն և ճշմարտություն։ Մեղադրանքները, որ հնչում են իմ հասցեին, չեն արտացոլում իրականությունը։ Ցավալի է, երբ մարդ իր իսկ արարքների պատասխանատվությունը փորձում է բարթել մեկ ուրիշի ուսերին։ Բայց ավելի ցավալին այն է, երբ այդ մարդը եղածն էլ մոռանում է, բամբասելով, զրպարտելով, աղավաղելով ճշմարտությունը։ Ես չունեմ թաքցնելու ոչինչ։ Ունեմ փաստեր, ունեմ հիշողություններ, ունեմ շատ ցավոտ ու հստակ հիշողություններ, որոնք կարող են ապացուցել իմ անմեղությունն ու միաժամանակ ուրիշի իրական դեմքը։ Բայց ես չեմ վազում վրեժի հետևից։ Ես ուղղակի ուզում եմ, որ բոլորը իմանան ճշմարտությունը։ Ես աստվածավախ մարդ եմ, ու եթե մինչև այսօր չեմ հրապարակել այն ամենը, ինչ կարող էի, ապա դա միայն իմ երեխաների հոգեկան անդորրն է եղել։ Խնդրում եմ պահանջեք ապացույցներ։ Իսկ ես իմ խոսքի տակ ստորագրում եմ և անհրաժեշտության դեպքում կցուցադրեմ ողջ փաստերը։ Ես ապրում եմ մաքուր խղճով, ու որքան էլ դժվար է, ես ուժ եմ գտնում բարձր գլխով քայլելու որպես կին, որպես մայր ու որպես մարդ, ով երբեք չի դադարել հավատալ, որ վերջում ճշմարտությունը հաղթում է։